14 տարի մասնագիտական ընտրությանը հավատարիմ, ներքին գործերի նախարարության ոստիկանության գվարդիայի լավագույն ծառայողի, հատուկ սպառազինության եւ մարտավարության գնդի ծառայող Տիգրան Մանուկյանի համար տարիները պարզապես կենսագրության մաս չեն, այլ հասարակական անվտանգության ապահովման առաջնագծում առաքելությունն անշեղորեն իրականացնելու հնարավորություն։ Ոստիկան դառնալու ցանկությունս եղել է դեռ մանկուց, առաջին քայլս արել եմ 2012 թվականին, ընդունվելով ոստիկանության ակադեմիա։ Ինձ համար ոստիկանության գվարդիայում ծառայելը արժանապատվություն է։ Երիտասարդներին խորհուրդ եմ տալիս, եթե ցանկանում են դառնալ ոստիկան, չվախենան դժվարություններից եւ գնան իրենց երազանքի հետևից։ Ոստիկանը 24 ժամ լինում է ոստիկան, նույնիսկ աշխատանքից դուրս։ Ամենամեծ պատասխանատվությունը դա բարեխիղճ ծառայություն իրականացնելն է։ Ամեն օր ծառայության մեջ լինելը ինձ սովորեցնում է լինել ավելի պատասխանատու, ավելի կարգապահ, պատրաստ լինել ցանկացած դեպքի անմիջապես արձագանքելու համար։ Բարեխիղճ ծառայության համար Տիգրան Մանուկյանը ղեկավարության կողմից արժանացել է խրախուսանքների։ Նրա փորձառության, մասնագիտական եւ անձնական որակների մասին լավագույնս վկայում են գործընկերները։ Բոլորի գնահատականներում կրկնվում է մեկ բնորոշում՝ Տիգրանն ունի բացառիկ նվիրվածություն։ Ծառայության ժամանակահատվածում ենթասպա Մանուկյանը ցուցաբերել է մի շարք դրական ցուցանիշներ, աչքի ենք թե թմրամիջոցների հայտնաբերմամբ, թե ապօրինի զենք զինամթերքի հայտնաբերմամբ եւ ցուցաբերել է բարձր պատրաստակամություն։ Մանուկյան Տիգրանի աչալուրջության շնորհիվ արագ արձագանքել եք տարբեր իրավիճակներում։ Դա կլինի զանգվածային միջոցառումների ժամանակ, թե վարչական իրավախախտումների արձանագրման ժամանակ, թե հանցագործների կանխման, նախակախման, թե բացահայտման ուղղությամբ։ Միասին ծառայել ենք տարբեր ստորաբաժանումներում, աչքի է ընկել միշտ բարեխիղճ ծառայությամբ։ Տիգրան Մանուկյանը որպես ջոկի հրամանատար ցանկացած առաջադրանք եւ խնդիր, որը որ դրվում է իր առաջ, ինքը կատարում է դա անվերապահորեն, շատ անմիջական է եւ նախաձեռնող եւ ցանկացած թերություն արագ շտկում է եւ օրինակ է ծառայում ենթակա ազնագազմի համար։ Լավագույնի կոչման արժանանալը ինձ համար պատիվ է եւ ավելի մեծ պատասխանատվություն։ Այս գնահատականը ինձ պարտավորեցնում է ավելի լավ ծառայել եւ կատարել իմ առջեւ դրված խնդիրները։ Այսպիսին էր ոստիկանության գվարդիայի 2025 թվականի լավագույն ծառայող Տիգրան Մանուկյանը, ինչպես ինքն է վստահեցնում, նույն պատասխանատվությամբ եւ հանրության անվտանգությունն ապահովելու հանձնառությամբ պատրաստ է շարունակել ծառայությունը։ Հունիսի 15-ին Լոռու մարզային օպերատիվ կառավարման կենտրոնը հազանգ էր ստացվել, որ Վանաձոր քաղաքի Առափնյա փողոցում երեխա է ընկել փամբակ գետը եւ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Անմիջապես դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության հրշեջ փրկարարական ստորաբաժանումները։ Նրանք ոստիկանների հետ համատեղ փամբակ գետի ողջ երկայնքով սկսել են լայնածավալ որոնողափրկարարական, դիտարկման եւ հետախուզական աշխատանքներ։ Նույն օրը ստացվել էր եւս մեկ ահազանգ, 7 եւ 13 տարեկան երկու երեխա Վանաձոր քաղաքի Նարեկացի փողոցի հասցեներից մեկից դուրս էին եկել եւ չէին հասել նախատեսված վայր։ Որոնողական աշխատանքներն իրականացվել են մեկ շաբաթ ամենօրյա ռեժիմով, դժվար անցանելի տեղանքում, ջրի ուժեղ հոսքի եւ ցածր տեսանելիության պայմաններում։ Որոնողական աշխատանքներին մասնակցել է 1093 փրկարարական ծառայող, 626 ոստիկան, կամավորներ։ Օգտագործվել են ժամանակակից տեխնիկական միջոցներ, ստորջրյա տեսանկարահանող եւ անօդաչու թռչող սարքեր, նավակներ, մոտորանավակներ, ինչը թույլ է տվել աշխատանքների ողջ ընթացքում ապահովել առավել լայն դիտարկում։ Հունիսի 17-ին Փամբակ գետում ենթադրյալ դեպքի վայրից մոտ 500 մետր հեռավորության վրա հայտնաբերվել է 2018 թվականին ծնված Նարե Մարտիրոսյանի մարմինը։ Ծառայողները բարդ եւ հոգեբանական ծանր պայմաններում շարունակել են 13-ամյա Նարինե Մարտիրոսյանի որոնողական աշխատանքները։ Հունիսի 22-ին ժամը 14:25-ի սահմաններում ենթադրյալ դեպքի վայրից 550 մետր հեռավորության վրա փրկարար ծառայության ջրասուզակը հայտնաբերել է նրա մարմինը։ Որոնողական լայնամասշտաբ աշխատանքների համակարգվածությունն արտացոլում է ներգրավված ծառայությունների բարձր պատրաստվածությունն ու փոխգործակցության արդյունավետությունը։
Հունիսի 17-ի առավոտյան ժամը 7:25-ին ներքին գործերի նախարարության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ապահովման մասնագետ Միկին։ Նա հայտնել է, որ Քանաքեռի առաջին փողոցի կանգառում երթուղային ավտոբուսի ուղևարձը չվճարելու հետ կապված վարչարարություն իրականացնելիս ուղևորներից մեկը վիճաբանել է իր հետ, հնչեցրել սպառնալիքներ եւ սեռական բնույթի հայհոյանքներ, նաեւ հարվածել նույնականացման սարքին, որն ընկել ու վնասվել է։ Համենքային ոստիկանության Քանաքեռ Զեյթունի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է վիճաբանած անձի ինքնությունը։ Նա հայտնաբերվել եւ կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է քննչական բաժին։ Խուլիգանության հատկանիշներով քրեական վարույթ է նախաձեռնվել, հանգամանքները պարզվում են։ Հունիսի 15-ից 22-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 5405 խախտում, պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 197 ավտոմեքենա, մասնավորապես հայտնաբերվել է ոչ ստապ 193 վարորդ առանց վարորդական իրավունքի վկայականի 146 անձ, հայտնաբերվել է հաշվառման համարանիշի հետ կապված 21, չամրակապված վարելու 1022, առանց մանկական նստատեղի քարսիթի 30, վարելու ընթացքում ծխելու 507, վարելի սեռախոսից օգտվելու 257, հետիոտնի, որ սահմանված վայրով անցնելու 46 եւ 1803 այլ իրավախախտում, 155 մեքենա շահագործվել է առանց ապա պայմանագրի, 212-ը տեխնիկական զննություն չանցած, 133-ը լուսարձակների անսարքությամբ, 48-ը դաղանդապատված դիմապակիով եւ կողային ապակիներով, բացի այդ տարբեր կասկածանքներով ձերբակալվելու համայնքային ոստիկանության բաժիններ է տարվել 87 անձ։ Նույն ժամանակահատվածում մարզերում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 15517 խախտում, պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 265 տրանսպորտային միջոց, հայտնաբերվել է ոչ ստապ 217 վարորդ առանց վարորդական իրավունքի վկայականի 498 անձ, հայտնաբերվել է նաև հաշվառման համարանիշի հետ կապված 53, չամրակապված վարելու 4057, առանց մանկական նստատեղի քարսիթի 187, վարելու ընթացքում ծխելու 508, վարելի սեռախոսից օգտվելու 685, հետիոտնի, որ սահմանված վայրով անցնելու 119, արագության գերազանցման 2738 եւ 3872 այլ իրավախախտում, 449 ավտոմեքենա շահագործվել է առանց ապա պայմանագրի, 1053-ը տեխնիկական զննություն չանցած, 864-ը լուսարձակների անսարքությամբ, 142-ը թաղանթապատված դիմապակիով եւ կողային ապակիներով, բացի այդ տարբեր կասկածանքներով ձերբակալվելու համայնքային ոստիկանության բաժիններ է տարվել 37 անձ։ 112 բարև ձեզ, լսում եմ։ 112 լսում եմ ձեզ։ Քաղաքը նշեք։ Բարի շնորհակալություն, ընդունեցեք։ Ազանգ ունենք քաղաքացուն օգնություն անհրաժեշտ Մաշտոցի փողոցայով։ 112 մեկ զանգ արագ արձագանք։ Հանրապետությունում ջերմաստիճանի բարձրացման պատճառով մեծացել է անտառներում եւ խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման եւ տարածման վտանգը։ Անտառային եւ բուսածածկ տարածքներում հրդեհները կանխարգելելու նպատակով արգելվում է վառել խարույկներ չնախատեսված վայրերում։ Խիստ անհրաժեշտության դեպքում դա կարելի է անել բաց տարածքներում, շրջապատելով խարույկը 5 մետրից ոչ պակաս միներալիզացված շերտով, իսկ վերջում հանգցնել ջրով կամ ծածկել հողով։ Բաց տարածքներում թողնել շշեր, ապակու կտորներ, քանի որ դրանք կարող են ֆոկուսացնել արևի ճառագայթներն ու դառնալ հրկիզող ոսպնյակներ, նետել այրվող լուցկի, չմարված ծխախոտի մնացորդ, ծխել եւ օգտվել բաց կրակից, վառելիքով լիցքավորված տարաների կամ մեքենաների շրջակայքում, կատարել չորխոտի, խոզանի այրում, թողնել քսայուղով, բենզինով, կերոսինով եւ այլ դյուրավառ հեղուկներով ներծծված լաթեր եւ այլն։ Հարգելի քաղաքացիներ, պահպանեք հրդեհային անվտանգության կանոնները, հոգ տարեք շրջակա միջավայրի կենսաբազմազանության մասին, իսկ նկատած հրդեհի կամ ծխի դեպքում զանգահարեք ներքին գործերի նախարարության օպերատիվ կառավարման կենտրոնի 112 հեռախոսահամարին։ Գործարկվել է ներքին գործերի նախարարության ոստիկանության պաշտոնական նոր կայքը police.mia.gov.am-ը։ Ժամանակակից սկզբունքներով եռալեզու կայքը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունների թվայնացման սկզբունքներին, գործում է անպայման տիրույթում, արագագործ է եւ ծավալուն։ Տեխնիկական լուծումների արդյունքում կայքում գործում է նաեւ Եվրոպական միության ստանդարտներին համապատասխան ալգորիթմ, որի շնորհիվ այն հասանելի է նաեւ սահմանափակ կարողություններ ունեցող անձանց։ Կայքը հասանելի կլինի որոնման տարբեր համակարգերով, այլ երկրներում, ինչպես նաև հարմարեցված է տարբեր սարքավորումների էկրանների չափերին։ police.mia.gov.am-ը համահունչ է ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ գործառույթներին։